Ես 5-րդ հարկի բնակիչն եմ, շատ մեծ բողոքավոր, որովհետև այդ լրիվ ջուրը մեր տուն ա լցվում։ Չգիտեմ էլի, մենակ իմը, մինչև առաջ հարկ իջնեմ, բոլորս էլ բողոքավոր են։ Բարձացեք, տեսեք, թասերը շարած, վեդրոները շարած, ես կամ տղես կամ հարսս պետք է գնանք այդ վեդրոները, թասերը դատարկենք, որ այդ ջուրը գլխներիս չհասնի։ Մի չգիտեմ, պատմելու չի, այս որդիվն է ինչա, ինչ պետությունում ենք ապրում։ Անընդհատ կրիչներից գնում էինք, նույնիսկ լագաններով դատարկում էինք, հա, որպեսզի տուն չլցվի։ Մեղք են բնակիչները, ահա որ խոնավ վիճակ է։ Աշունը, գարունը, ձմեռն էլ չեմ ասում, որ ձյունը հալվում է, անմիջապես լցվում է սենյակ, բաղնիք, կուխնյա, որտեղ ասես։ Այնքան շատ է լցվում, որ թասեր ենք դնում, 4-րդ հարկն է մերը։ Թասերի մեջ ջուրը հավաքվում է, որ ներքև չլցվի։ Անձրևա գալի աղջիկան, լրիվ ջուրը տանն է, բալկոնում նույնն է, ինչ ասեց, պատիեզդում ռեց լրիվ կաթում է։ Հատկապես անձրևոտ եղանակին այսպես է սկսվում Վանաձորի տարուն 3 ՔՇՀ 44 շենքի բնակիչների առավոտը։ 1991 թվականին շահագործված շենքի բոլոր խնդիրների պատճառը քայքայված տանիքն է։ Առաջացած ճեղքերի պատճառով ջուրը հոսում է մինչև առաջին հարկ։ Խնդիրը փոքրինչ մեղմելու համար բնակիչները ժամանակավոր, ամենահեշտ, բայց ոչ ժամանակակից լուծումն են գտել։ Տանիքում մեծ թասեր ու տարաներ են դրել, որ անձրևաջրերը դրանց մեջ թափվեն։ Տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ են ուղղել պատկան մարմիններին, բայց ապարդյուն։ Գրիշը միահավոր վիճակ է, անձրևը ձունն եկավ, սաղի տները հարանվում է լրիվ։ Այդ առաջերտին, ինչքան դիմել է հարևանուհիս էլ բոլորս, բնակբաժին ոչ մեկը ոչ մի բան չեն ասել։ Քաղաքապետարան նույնիսկ գնացել ենք։ Նախարարին դիմումներ էլ ենք գրել, ամեն ինչ էլ արել ենք, ոչ մի օգուտ։ Երևան նախարարությունն են ուղարկել, նույն պատասխանն է եկել։ Գումարները հավաքեք, դուք ձեր ուժերով ինչքան կարող եք, այնքան արեք։ Հույս տվին, որ հաջորդը ձերն է, մինչև այս մի հաջորդը մերն է։ Փյունիկ համատիրության կազմում ընդգրկված 51 շենքից միայն 4-ի տանիքն է վերանորոգվել բնակիչ պետություն համամասնությամբ։ Համատիրության նախագահ Տիգրան Հարությունյանն ասում է, որ նախ բնակիչներն իրենց պետք է օգնեն, որ պետության տրամադրած 40%-ի սահմանաչափից օգտվեն։ Նմանատիպ մեկ շենքի տանիք կառուցելու համար միայն նյութածախսը կազմում է 1.300.000 դրամ, սակայն ըստ համատիրության նախագահի այդ շենքի հաշվի համարին այս պահի դրությամբ 195.000 դրամ կա ընդամենը, որը շատ քիչ է տանիք վերանորոգելու համար։ Աջակցությունն էլ ինքնին ներառում է տվյալ շենքի սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի վճարների հիման վրա աջակցություն։ Հասկանում եք, դա իրենց սեփական բնակարաններն են, սեփականության իրավունքով իրանց պատկանող գույքն է։ Բնակիչներն էլ հակառակն են պնդում, թե անգամ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներն են բարեխղճորեն կատարում վճարումները։ Ավելին, ամռանը խոստացել են հավելյալ վճարի դիմաց վերանորոգել տանիքը։ Յուրաքանչյուր ընտանիք 40.000 դրամ է ներդրել, դարձյալ փոխանցելով համատիրության վարձավճարների հավաքագրման հաշվի համարին։ Եթե բնակիչներն իրենց պարտավորությունները համատիրության հանդեպ չեն կատարում, իրենք չեն կատարում իրենց պարտավորությունները իրենց իսկ հանդեպ։ Բայց մենք մուծում անում ենք, հենց չի որ մենք բնակբաժնին պարտքեր ունենք։ Ոչ մի բան չեն անում, մենակ պահանջեն, լավ մի քիչ ուշացրա մուծումները տես կգան ինչ կանեն։ Անձամբ ես շատ նորմալ վիճակով ամեն տարի վճարում եմ, պարտք չունեմ, ես չգիտեմ։ Ումիջ բնակիչներն ու համատիրության ղեկավարը փորձում են լուծում գտնել, շենքի ճաքերն օր-օրի ավելանում են, նորանոր խնդիրներ առաջ բերելով բնակիչների համար։ Մեդիա ակումբ լուրեր։